Երբ առաջանում է քաղաքական վակուում, ուրեմն քաղաքացիական նախաձեռնությունների գործելու ժամանակն է։ Բաղրամյանը օրերով էլեկտրահարած ոչ թալանին նախաձեռնությունը միայն ամենաթարմ դեպքն է Հայաստանում վերջին տարիներին կոնկրետ արդյունք տված բողոքի ցույցերից։ Այսօր մենք հասկանում ենք, որ մեր պարլամենտում, մեր ազգային ժողովում հարց լուծել ուղղակի անհնար։ Այնտեղ դու կարող ես սիրուն խոսել, ինչպես պարոն Փաշինյանն անում, բոլորս էլ ուրախանում ենք նրա խոսելուց, բայց արդյունքում հարց չի փոխվում։ Ինչպես անենք, որ հարց փոխվի։ Ի վերջո մենք հասկացանք, որ այսօր միակ հարթակը, որտեղ կարող է հարց փոխվել, դա փողոցն է մնացել։ Արդյոք բողոքի ակցիաները միայն քաղաքացիական են, թե նաև քաղաքական։ Ով ինչպես ուզում է կարող է ձևակերպել, բայց երբ ցուցարարների ձայնը լսելի է լինում Հայաստանի նախագահից մինչև Ռուսաստանի վարչապետ, արդեն ինչ-որ բան հուշում է, ասում են ոչ թալանին նախաձեռնության անդամները։ Գործընկեր նախաձեռնությունների որոշ ակտիվիստներ սակայն քննադատում են Բաղրամյանի հերոսներին։ Ուղղակի վերջում թե փորձի, թե ինչ-որ հույզերի, թե չգիտեմ ինչի հետ կապված փոքրինչ ես թերություն նկատեցի։ Անընդհատ քննադատվում ենք մենք։ Այո, մենք շատ սխալ ենք անում, միգուցե անում եմ այն, ինչ կարող եմ։ Սակայն հայ ժողովուրդը վերջապես պիտի հասկանա, որ ինքն է տերը այս երկրի։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին քաղաքացիական նախաձեռնությունները սնկի պես աճել են։ Նրանցից ոմանք, հատկապես արևմտամետի համարում ունեցողները, ընդունելով հանդերձ առանձին հարցերի համար բողոքի ցույցեր անելը, պահանջում են առավել խոշոր զիջումներ, քան հոսանքի թանկացման, կൂട്ടակային կենսաթոշակների կամ տրանսպորտի սակագնի բարձրացման կասեցումն է։ Իշխանափոխության պահանջար քաղաքացիական նախաձեռնությունների ուժերին անիմաստ է դնել, որովհետև քաղաքացիական նախաձեռնությունները չունեն այդ ներուժը եւ չունեն այդ նպատակը։ Դրա համար չեն ստեղծվել։ Մարդիկ ուղղակի իրենց աշխատանքից մի փոքր մաս կտրելով, ազատ ժամանակից մի փոքր մաս կտրելով մասնակցում են նման նախաձեռնություններին ու փորձում են իրենց ուզող խնդիրները լուծել։ Մեկ հարցում բոլոր ակտիվիստները ունեն նույն կարծիքը։ Պայքարելիս պետք է միասնաբար պայքարել եւ շատով, քանի որ ըստ նրանց մեծաթիվ ցուցարարների դեմ ուժ կիրառելն ավելի քիչ հավանական է եւ ոչ արդյունավետ։ Ահարոն Հայրապետյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։